Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար Ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է ազգային առաջընթաց կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, նախ քննարկենք Կասկադը սկսում են, կարելի ասել, վերակառուցել եւ վերջնական տեսքի բերել, քաղաքապետարանն է այդպես հայտարարում, հայտարարված մրցույթին հաղթող ճանաչվեց GTB Development սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ըստ շրջանառվող լուրերի մամուլում հետքնել գրեց, հետաքննություններ կատարվել, որ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր Փեսան կապ ունի ընկերության ղեկավարման հետ Գրիգոր Տեր-Ղազարյանը, ու այսպես ինչ-որ շղթա կա, այս մասին ինչ կասեք, առհասարակ Կասկադը վերակառուցման այս թափին նախ Երևանը պատրաստ է թե ոչ, այս ընկերությունը ինչ է ներդնելու եւ Երևանին ինչ տալու։ Ես կարծում եմ, որ Կասկադը պետք է վերակառուցվի այն մտայնությամբ, այն տեսքով, որով որ նախ ինքը նախագծվել է ի սկզբանե, որովհետեւ այն ժամանակ, երբ ինքը նախագծվել է, Երևանը այլ տեսք է ունեցել, քան հիմա, եւ հետեւաբար նաեւ պետք է հաշվի առնել, որ որոշակի փոփոխություններ լինելու են հաշվի առնելով, որ ինքը ժամանակի իմաստով արդեն չիրականացված պրոյեկտ է եւ այսպես ասած այն նախագիծը, որը կար, ինքը հին էր եւ պետք է փոփոխվի ժամանակի անցությամբ։ Ինչ վերաբերում է թե ով է հաղթել մրցույթը, Հանրապետություն կուսակցությունը ԿՊ-ի հետ կոալիցիոն իշխանություն է, այսպես ասած, այսինքն նա հավասար իշխանություն է, կիսում եւ պատասխանատվություն, հետեւաբար կասկածներ կան, որ հաղթողը, որ հենց ճանաչվել է հենց հատկապես այդ կուսակցության հետ փոխկապակցված անձ, պատահական չի, իսկ դա իր հետևից բնականաբար բերելու է մի շարք այլ հարցեր, թե ֆինանսական, թե ճարտարապետական եւ թե հողի օգտագործման, որովհետեւ առ այսօր առնվազն ինձ անհայտ է, թե ինչի դիմաց է այդ կառուցապատողը բավականին մեծ գումարներ ներդնելու Կասկադը վերակառուցելու համար։ Իմ մոտ լուրջ կասկածներ կան, որ ինչպես միշտ որ տեղի ունենում նման պրոյեկտներում վերջում պարզվում է, որ աջ կողմը կամ ձախ կողմը կամ երկուսը միասին կպարզվի արդեն կառուցապատումից հետո, որ օտարվել է X մարդուն, այդ X մարդն էլ չի լինելու կառուցապատողը, լինելու է իր արդեն բարեկամը կամ ընկերը, եւ այսինչ սխեմաներով այդ բլուրը լրիվ շրջակա իր, որը ըստ էության պետք է լինի անտարածած գոտի, վերջում կպարզվի, որ կառաջանա մի հատ ռեստորան, մի հատ կաֆե կամ բնակելի ինչ-որ համալիր։ Սա է ամբողջ խնդիրը ու այս կասկածները, քանի որ հայ իրականության մեջ միշտ արդարացվել են, այսինքն ինչքան նման բան մենք կասկածել ենք, վերջում պարզվել է, որ ճիշտ ենք կասկածել։ Դրան գումարվում է նաև այն, որ հաղթողը հենց փոխկապակցված մարդ է կոալիցիոն իշխանությանը։ Այս ամենից հանդեպ, այս ամեն ինչով հանդերձ պետք է իրականում շատ ուշադիր հետևել հենց առաջի սկզբնական փուլից ինչ է կատարվում եւ այստեղ շատ մեծ է դերը նաեւ լրատվամիջոցների, որպեսզի այդ տեղեկատվության ազատության մասին հարցումներով, հետաքննություններով իրենց մատը պահեն զարկերակի վրա, որ հենց առաջի իսկ շինարարական աշխատանքների սկսելու պահից հասկանանք, թե հողի նշանակությունները փոխվում են թե չէ, արդյոք որոշակի հողեր օտարվում են թե չէ եւ ովքեր են իրականում ներգրաված այդ պրոյեկտի մեջ։ Կարծում եմ բոլորս հասարակությունը պետք է ուշադիր հետևի այդ գործընթացը։ Ենթադրում եմ, որ երևի թե առաջիկա ավականունիստում այդ հարցերը կգան, ավականունիստի օրակարգ, բայց երևի թե էլի չզեկուցվողի անվան տակ, որովհետեւ հողի նշանակությունը փոխելու մասով, շինթույլտվությունների տրամադրման մասով շատ հաճախ նկատում ենք, որ դա անցկացվում են ուղղակի չզեկուցվողների անվան տակ։ Այստեղ շատ հետաքրքիր բան կա, որ երբ որ լրատվամիջոցները հարցում են կատարել, քաղաքապետարանը պատասխանել, որ տվյալ հողատարածքը, որը նշեմ 7 հեկտարի սահմաններում է, հարտուցելի հիմքով է ներկայացվելու, այսինքն շինարարական գործընթացին, այսինքն տվյալ ընկերությունը, որը որ պիտի կառուցի եւ ավարտին հասցնի Կասկադ համալիրը, հատուցելի հիմունքներով է տրամադրվելու։ Նախ դա չի նշանակում, որ օտարվելու է, չի նշանակում, որ առհասարակ նվիրատվություն է արվելու համայնքի հողը եւ այլն։ Սա ինչպես ենք մեկնաբանում, առհասարակ հատուցելի հիմունք ասվածը, ինչ է իրենից ներկայացնում։ Իմ կարծիքով հատուցելի հիմունքը արդեն նշանակում է, որ այդ հողը օտարվելու է, այսինքն չի մնալու քաղաքապետարանին եւ քաղաքին, իսկ հատուցվելու ինչ հիմունքներով է, այսինքն ինչ արժեքով է արվելու,
այդ հարցն է պետք բարձել, որովհետև բնականաբար դա մրցույթով չի արվում, եթե դա հատուցել հիմքով օտարվելու է կառուցապատողը, նշանակում է, որ եւս մեկ անգամ ելի մենք շրջանցում ենք մրցույթի դրվագը։ Ես ուղղակի կխնդրեմ նաև լրատվական միջոցներին, որպեսզի այդ նման հարցումների պատասխանները, եթե կա անհրաժեշտություն, որպեսզի մենք էլ որպես ավականու անդամներ ներգրավենք այդ process-ի մեջ, ապա մեր հետ կիսվեն այդ տեղեկություններով, մենք առաջիկա նիստին կփորձենք, նույնիսկ եթե չզեկուցվող է լինում, մենք ելի իրավունք ունենք հարց բարձրացնելու այդ հարցերի մասին, հետեւաբար ինչքան ինֆորմացիան մենք շատ ունենանք, այդքան ավելի ճշգրիտ հարցումներով հանդես կգանք ավականու նիստ։ Մոտ ժամանակներս դուք Ստրասբուրգում էիք, ներկայացնում էիք, կարելի ասել, Երևան համայնքը, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչն էիք, բայց ոչ թե հենց Երևանի քաղաքապետարանի կողմից գնացած, այսինքն ֆինանսավորում այնտեղից, այլ Եվրոպական խորհրդի։ Ինչ հարցեր էին նախ բարձրաձայնվում այնտեղ, ինչ քննարկումներ կար, որոնք կարելի է մեր հանրությանը նախ մատուցել, ինչ խոսվեց Երևանի մասին։ Նայեք, որ ճիշտ պատկերացում ունենաք ինչի մասին է խոսքը, սկսեմ ամենասկզբից, որ եվրոպական տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի համաձայն անդամ պետությունները պետք է ունենան որոշակի ինքնակարգավորվող համայնքները ինքնակարգավորող անկախ մարմին։ Հայաստանի դեպքում դա Հայաստանի համայնքների միությունն է, որը ես առաջի անգամ էի իհարկե շփվում այդ կառույցի հետ, որովհետև ես առաջի անգամ եմ ավականու անդամ դարձել, բայց շատ ցավալի է, որ մենք շատ տխուր իրավիճակ ունենք հենց այդ ոլորտում, այսինքն այդ համայնքների միությունը իր ֆունկցիան չի կատարում կամ կատարում է 5%-ի չափով ինչ որ կարող է կատարել, դա սկսվում է նաև կազմակերպական շատ անլուրջ մոտեցումներից, սկսած մինչև մեր պատվիրակությունը մեկ օր ուշ Ստրասբուրգ հասնելու process-ով, ընդգծեմ, որ պետական որևէ մարմին կամ տեղական ինքնակառավարման այդ ծախսերը չի հոգացել, դա հոգում է Եվրոպայի խորհուրդը, որպեսզի ապահովի թիմ մարմինների զարգացումը, թիմ համակարգի ինքնուրույնությունը պետական կառույցներից։ Այնտեղ քննարկվել էին Երևանի մասին բնականաբար որևէ բան չի քննարկվել, որտեղ ես նորից եմ ասում, մեր պատվիրակության ղեկավարությունը այնպիսի անմխիթար ձեռքերում է, որ ես նոր հասկացա այնտեղ գնալով, որ այդ վիճակն է տիրում, դա վերաբերվում է Էմին Երիցյանին, որը պատվիրակության ղեկավարն է, եւ նրա տիկնոջը, այսինքն նրանք երկուսով 30 տարի է այդ համայնքների միությունում, Քոչարյանի ժամանակվանից սկսած, Սերժի ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանն հավատարիմ ոչ մի բան չեն անում, այսինքն տվյալ այդ համայնքը ղեկավարվում է երկու հոգու կողմից, ներկայացուցիչները երկուսն են ամուսիններ։ Ամուսինները նրանք երկուսով այդ հասարակական կազմակերպության ղեկավարությունն անում, որտեղ որ անհայտ է ինչեր արվում, որտեղ Երևանի քաղաքապետարանը մեծ գումար է վճարում այդ կառույցին անդամակցության համար եւ բոլոր համայնքները ըստ իրենց բնակչության թվականակի վճարում են անդամավճարներ, բայց կազմակերպվածությունը 0 էր, այնտեղ քննարկվում են այնպիսի լուրջ հարցեր, ինչպիսին են հայ-ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման հարցը, Ուկրաինայի վերակառուցման հարցը, քննարկում էր Թուրքիայում Ստամբուլի եւ Վանի քաղաքապետերին աշխատանքից ազատելու եւ կալանավորելու հարցերը, այսինքն այդ կառույցի Եվրոպայի խորհրդի այդ կառույցը, որը կոչվում է տեղական իշխանությունների կոնգրես, այդ կառույցը փորձում է իր անդամ պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններին պաշտպանել, զարգացնել, հովանավորել, աջակցել։ Բայց մենք տեղից առանձնապես չենք օգտվում, որովհետև ինչպես դուք գիտեք, Հայաստանում էլ ընդունված, օրինակ ինչ էր կատարվում Ստամբուլում, որը քննադատվում էր։ Թուրքիայի իշխանությունները իրենց ընդդիմադիր հայացքների համար թիմ ընտրված մարմիններին զուտ ազատում են, սարքում են քրեական գործ ու տեղը նշանակում են ԺՊ, ժամանակավոր պաշտոնակատար։ Եթե դուք հիշում եք, նույն բաները տեղի են ունեցել նաև հայկական իրականության մեջ, այսինքն այն համայնքներում, որտեղ որ ԿՊ-ին ձեռք չի տալի որոշակի քաղաքապետ կամ համայնքապետ, այդ մարդկանց ազատում են աշխատանքից, հետո միջև ընտրությունը նշանակում են մի հատ ԺՊ-ի, հետո ձևական պրայմերիզ են անում, որը որ ես բազմիցս ասել եմ, դա պրայմերիզ չի, որտեղ պրայմերիզը կուսակցականների մեջին ընտրությունն է, կուսակցական անձանց մեջից ռեյտինգային ընտրությունն է։ Հայաստանի իրականության դեպքում հայտարարվում է մրցույթ, ով ավելի շատ շրջապատ ունի տվյալ համայնքում, եթե ինքը հաղթում է, նոր ինքը դիմում է գրում, մտնում է ԿՊ, այսինքն մեր մոտ ամեն ինչը թարսուշի տակ է արվում։
Այսինքն մենք ունենք լուրջ խնդիրներ նաև թիմ համակարգում, որը կարող էր Եվրոպայի խորհրդի օգնությամբ նաև լավանար դրական դեպի փոփոխություններ, այդ մենք որևէ բանից չենք օգտվում։ Հայաստանի պատվիրակության անդամների մեծ մասը այնտեղ չէին մասնակցում նույնիսկ էթնիստերին, այսինքն գնում էին այնտեղ ուղղակի մանգալու համար երևի, չգիտեմ, որովհետև մենք ոչ մի ելույթներ չունեցանք, ես ինձ վատ էի զգում, որովհետև ես դե առաջի անգամ էի մասնակցում, ես չէի իմանում պրոտոկոլը ոնց է, իսկ մեր պատվիրակությունը որևէ ձևի, ղեկավարը որևէ ձևի մեզ ինֆորմացիա չի տվել։ Թուրքիայի դեմ հանդես եկան այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հյուսային Կիպրոսը, ինչպիսիք են Հունաստանը, Ֆրանսիայի ներկայացուցիչները, Շվեյցարիայի, Անգլիայի, բոլորը խոսացին այդ թիմ համակարգի նկատմամբ Թուրքիան ոտնձգությունների մասին, բայց Հայաստանի կողմից որևէ ելույթ չեղավ։ Նաև խոսվեց Վրաստանում այդ իրականացող Թբիլիսյան այդ բաների խնդիրների մասին, այսինքն Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան կարելի ասել են երեք հիմնական պետություններն են, որոնց մասին խոսք էր գնում։ Իհարկե կար խոսք նաև եվրոպական երկրների մասին, բայց որոնք Հայաստանի համար հիմա հետաքրքիր չի, որ ես ներկայացնեմ դրանք, բայց մեծ հետաքրքրող մասով դա էր եւ այդ կառույցը իրականում ունի լուրջ պոտենցիալ, Հայաստանը ունի լուրջ պոտենցիալ, Հայաստանը ունի 4 քվոտա, որոնք ոչ ամբողջությամբ են լրացված, որը եւս պատվիրակության այդ ղեկավարության դիտավորյալ բաց թողումն է իմ կարծիքով, որովհետեւ ես վստահ եմ այնտեղ կան որոշակի պատճառներ, թե ինչու է այդպիսի վիճակ, եւ ես պետք է փորձեմ համայնքների միության մոտակա գալիք ժողովի ընթացքում հասկանալ ինչն է խնդիրը, որ մենք այդքան թույլ ենք ներկայացված։ Իսկ այդ ներկայացված լինելու պակասը առհասարակ ինչ-որ հրապարակայինորեն պատճառներ կան, որ ոչ, որևէ պատճառ չկա։ Լին ուղղակի մանդատները բաց են։ Մանդատները բաց են, որովհետև սկսենք ամենահասարակ բանից, ես էլ նույնիսկ չէի հասցնի գնալ, որովհետև տվյալ անձինք այդ համայնքների միության ղեկավարությունը մի շաբաթ շուտ են ասում, որ մի շաբաթ միջև նիստ կա, որ մի շաբաթ հետո նիստ կա, այսինքն դու պետք է կազմակերպես քո մնացած հարցերը, որովհետեւ կարողանաս հաստատել, մենք էլ գիտենք վիզա ստանալու խնդիրները։ Իսկ հրավերը տալիս են 1 ամիս առաջ այնտեղից։ Հիմա հարցը ես հարցին իրաց տալին չէ, դու 20 օր հետո ինձ նոր տեղեկացրել, ասում եմ մեզ ուշ են տեղեկացրել։ Բայց ես ունեմ email, որով երևում է, որ այդ մարդիկ շուտ են տեղեկացել։ Այսինքն սկսած է այտենց պրիմիտիվ կազմակերպական հարցերից, բնականաբար միջև ավելի լուրջ ու մենք կարող ենք նաև եզրակացնենք, որ ոչ Երևանյան, այլ առհասարակ հանրապետական մասշտաբով էլ կան միջոցառումներ Եվրոպական խորհրդում միջազգային կառույցներում, որ Հայաստանը չունի ներկայացած։ Այո, այնտեղ կան բոլոր երկրները իրար հետ շփվում էին քույր քաղաքների մակարդակով, մայրաքաղաքների մակարդակով, մենակ Հայաստանն էր երևի մեջներից, որ որևէ ձևով, որևէ շփում, որևէ բանի շուրջ չէր արվում։ Ես 3 օր է տևել նստաշրջանը, 3 օրին էլ մասնակցել եմ միայն ես այդ հավաքներին ու հասկացել եմ, որ չկա որևէ աշխատանք տեղ կատարված։ Քույր քաղաքների հետ էլ տարբեր նոր մի քանի րոպե առաջ էլ ես կարդում էի համացանցում Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում էր, որ Հռոմի հետ համաձայնագիր է կնքում տարբեր գործընթացներ իրականացնելու նպատակով Իտալիայի տարբեր քաղաքների հետ, բայց այդ պայմանագրերը, որոնք կնքվում են, հուշագրերը, որոնք կնքվում են Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանսի հետ կամ նմանատիպ այլ քաղաքների հետ, որոնք կան մեծ կազմակերպությունների, դրանց եւ Երևանի միջև այդ փոխշահավետ համագործակցության արդյունքը այդքան էլ որ նախ շոշափելի չի, երկրորդը մնում է թղթի վրա, էական ոչ մի փոփոխություն Երևանը այդպես էլ չի կրում։ Ես ձեզ ասեմ, որ մենք կենտրոնանում ենք ինչ-որ տենց հայտնի քաղաքների վրա, բայց ես ձեզ ասեմ, որ օրինակ Ստրասբուրգից մենք շատ բան ունենք սովորելու թե տրանսպորտի, որտեղ ես տեղ օգտվեցի հանրային տրանսպորտից, քայլեցի, այսինքն թե հետիոտնի մասին գաղափարներ, թե հանրային տրանսպորտի, թե ծառատնկման եւ ընդհանրապես այգու գաղափարը մեր մոտ ընդհանրապես ես չգիտեմ որտեղից է վերցրած։ Մեր մոտ այգին մի բան է, դրսում այգին ուրիշ բան է։ Ես շփվեցի Չեխիայի եւ Սլովակիայի որոշ քաղաքների ներկայացուցիչների հետ, մեծ փորձ կա այնտեղից, ես հետաքրքրվեցի օրինակ աղբահանության մասով, այսինքն այս բաներ էին ասում, որ ամենահասարակը մեր Երևան քաղաքը, որ այսօր իր վրա է վերցրել բոլոր ոլորտների բարեփոխումներ, դուք կտեսնեք ծառահատումներից սկսած մինչև հանրային տրանսպորտ, մետրո, աղբահանություն, ամեն ինչի վրա որքան էլ որ նախ եթե շատ մանրադիտակով նայենք, մետրոն
այդքան էլ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույց չէ, որքան էլ որ Երևանի մետրոպոլիտենն է կառավարության սուբսիդավորում կամ կանաչապատումը առհասարակ ինձ օրինակ շատ հետաքրքրում էր մի անգամ ես էլի զրույցներից մեկում նշվեց կանաչապատման մասնագետներից, որ կրապատումը արգելվում է առհասարակ ծառերի ու ես ազգային ժողովի մոտով էի անցնում նկատեցի, որ ազգային ժողովի հենց ներսի այգում կրապատում է արվում։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր էր ազգային ժողովի տարածքը սպասարկվում է այլ կազմակերպության կողմից, Երևանի ամբողջ տարածքը այլ կրապատում չի։ Ինձ թվում է այո, հետաքրքիր է, բայց որտեվ դա հանրային այգի չի, բայց միտքս ավարտեմ, այսինքն մենք Երևանում այնքան տարբեր ոլորտերի բարեփոխումներ ունենք անելու, որ մեր համար նույնիսկ Չեխիայի, Սլովակիայի կամ չգիտեմ ինչ որ այլ երկրի, նույնիսկ արևելյան Եվրոպայի փորձը շատ օգտակար կլինի։ Մենք միանգամից ասենք նայում ենք Փարիզի ես մեծ քաղաքների փորձ, բայց իրականում մենք ավելի համադրելի ու ճշգրիտ փորձ կփոխանակենք այն երկրներից, որոնք հենց մի 5-10 տարի առաջ են ավարտել իրենց հանրային տրանսպորտի բարեփոխումը կամ իրենց աղբահանության համակարգի բարեփոխումը։ Դրա համար այդ իմաստով ես նորից եմ ասում, մեր պոտենցիալը շատ մեծ է, այնտեղ շատ մեծ ռեսուրս կա, որը կարելի է, ու ռեսուրսի նկատի ունեմ ոչ միայն տեղեկատվական փորձի փոխանակման, այլ նաև ֆինանսական, ինչու՞ չէ, որովհետև այդ երկրները ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենք փորձում են խթանել, օրինակ առողջ ապրելակերպ, իրենք փորձում են խթանել այգիների կամ կանաչ տարածքների ավելացում, իրենք փորձում են խթանել նաև աղտոտվածության մակարդակի ցածր աստիճան, այսինքն աղբանության ոլորտում առնվազն այդ աղբի վերամշակման գործարանի մասով, հանրային տրանսպորտի մասով, որտեղ այնտեղ էլեկտրական ամեն ինչը էլեկտրական է արդեն անցել են այդ բանը եւ հնարավոր է այդ բոլոր ոլորտներում ունենալ համագործում, ես ուղղակի պետք է ուժեղ համայնքների միություն ու որը ունենա ներկայացուցչական կազմ, ովքեր կարողանան ոչ միայն Երևանի, այլ նաև մյուս քաղաքների Հայաստանի իրենց փորձի փոխանակման արդյունքում բերեն զարգացում։ Թե չէ մեր մասնակցությունը այդ կառույցին դառնում է ձևական արդեն։ Մենք նաև նայում ենք անընդհատ, երբ որ ինչ-որ նախագիծ է բերվում քննարկման եւ այլն, դրա հիմքում անընդհատ դրվում է միջազգային փորձ, բայց այդ միջազգային փորձ ասվածը մենք այդպես էլ չենք տեսնում, բացված, ինչպես ասում են, տողերը բացված առհասարակ միջազգային փորձ հարևան երկրի, հարևան քաղաքներում եվրոպական, արևելյան, ասիական, որ երկրի, որ քաղաքի փորձով ենք մենք անում այդ ամեն ինչը, ու այսպես տարբեր հայտարարություններ ենք լսում, երևի կարելի ասել խնդրահարույցներից մեկը նա էր, որ Հայաստանը կառուցեց առաջին սանիտարական աղբավայրը Հրազդանում, Կոտայքի մարզում, բայց դա չշահագործվեց, տարիներով ձգձգվում է, չի շահագործվում, տարբեր խնդիրների պատճառով վերամշակման գործարանի չկառուցվելով, դրան զուգահեռ Երևանը սկսեց հայտարարել, որ ինքը 2024 թվականին ցանկանում է սանիտարական աղբավայր կառուցել, փակելով Նուբարաշենի եւ Սիլիկյանի աղբավայրերը, որոնցից մեկը շինարարական է, մեկը խառը կենցաղ թափոնային եւ այդպես, բայց մենք 2025-ում ենք նախ չունենք շահագործման Հրազդանի փորձը եւ դրա ռիսկերը, թե ինչ ռիսկեր կարող է իրենից պարունակել, ու Երևանը հայտարարում է այսպիսի բան։ Այս ռեսուրսները նախ առհասարակ որտեղից, որ Երևանը սենց մեծ հայտարարություններ է անում, որովհետեւ գիտենք, որ վերամշակման գործարան կառուցելը, որը թափոնների վերամշակմամբ է զբաղվելու, բավականին մեծ ֆինանսական ծախսեր է իրենից ենթադրում։ Նայեք, ես անցյալ շաբաթ այցելել էի, այտենց բավականի անդամներով այցելել էինք կանաչապատման հողակ, պարոն Բեգոյանի մոտ, ու ես նկատեցի, որ այդ միջազգային փորձ ասածը հասկացել են զուտ ծառերը, սելիտրան ու այդ մնացած բաների գնումները Իտալիայից կատարելով, այսինքն եթե դրսից բան է բերվում, այդ համարվում է փորձի փոխանակում, բայց հարցը այն է, որ այդ նույն գնումը, որ արվում է ծառերի ու ոնց է ծառերը փոխարինվում, իմ համար էլի մնում է անհայտ, որովհետև ես փորձում եմ այդ հարցը տալ եւ բարձել, բայց հասկանում եմ մի բան, որ ավելի շատ տեղատրվում արտաքին տեսքին եւ ձևավորմանը, քան թե Երևանի կլիմայական պայմաններին համարժեք ստվերային գոտիներ ստեղծելու եւ օդի այդ ամառվա շոկը կոտրելու ռազմավարությանը։ Կարելի ասել ձևը գաղափարին սկսում է այո, ձևը բովանդակությանը, որովհետեւ մենք սաղարթներով, մեծ սաղարթներով ծառերը, ինչքան էլ որ դրանք ասենք հիվանդ են ու վատն են, դրա տեղը չի տնկվում սաղարթախիտ ծածկ, դրանք տնկվում են ավելի շատ գեղեցիկ գնդաձև, ոչ մեծ բարձրության ծառեր, ինչը որ
նշանակում է, որ եթե 10 տարի էլ անցնի, այդ ծառերը մեծանան ու այս ամեն ինչը ավարտվի, այս փոխարինումը ծառերի, մենք չենք ունենալու այնպիսի փողոցներ, որ մենք քայլենք։ Իսկ Երևանի քաղաքապետարանը մեզ ասում է, մենք կարմիր գիծը բարձրացրեցին գինը, որ դուք տրանսպորտով օգտվեք, տրանսպորտի գինը բարձրացնում ենք, որ ոդկով օգտվեք, հա, բայց ոդկով ամառվա շոքին որտեղով քայլես, եթե փողոցներում բոլորը ցածրահասակ գնդաձև ծառեր են, որոնք այո դեկորատիվ սիրուն են, ոչ մեկ չի կարող ժխտել, որ ծառերը տնկված սիրուն չեն, բայց այդ ծառերը ինչ նպատակի են ծառայում։ Մենք տարվա մեծ մասը մեր մոտ շոկ եղանակ է, մեր մոտ չկա միջին եղանակ։ Հիմա ձմեռը վերջացավ, արդեն գալիս է ամառ, այդ գարուն աշուն ասածը ոնց որ կորել է կլիմայական փոփոխությունների պատճառով։ Այսինքն մեզ անհրաժեշտ է հով ավելի շատ բովանդակային ծառա փոխարինում, ոչ թե ձևական գեղեցկության համար կարող էին ընտրվեին պուրակները, այգիները կամ այլ վայրերը ու արվեր էլի այդ նույն աշխատանքը։ Բայց մենք տեսնում ենք, որ համատարած ծառայատումների մեջ դրված է մի բան, այս հին ծառերը կտրել, բարձր ծառերը, որոնք սաղարթուն են ու հով են, ապահովում են ստվեր, ու դրանք փոխարինել գեղեցիկ, կարճ, ստվեր չապահովող ծառերով։ Ես ուզում եմ հասկանամ դրա որն է դրա միջազգային փորձը, որն է դրա տրամաբանությունը ու արդյոք երևանցիները կողմ են դրան։ Ես իմ պատկերացմամբ, որ դա համընդհանուր դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ։ Տրանսպորտի խնդիրն էլ էր էլի, այդպես որ ասեցին, ինչ որ միջազգային փորձից ենք վերցնում, կամ առհասարակ կարմիր գծերի խնդիրը, որ բեռնաթափում ենք Երևանի կենտրոնը այդպես էլ չբեռնաթափվեց, այսօր էլ էլի հայտարարություն արվեց, որ Երևանի կենտրոնը բեռնաթափելու համար, թողունակությունը բարձրացնելու համար Բաղրամյան պողոտայում, Իսահակյան, Մոսկովյան խաչմերուկի հատվածում տեղի են ունենալու վերադասավորումներ, հատուկ նշանների կիրառություն, որպեսզի այդտեղ կանգառը արգելվի, առհասարակ կայանումը թեթև մարդատար մեքենաների։ Այսպիսի մանր ինչ որ բաներով փորձում են երևի անել, որ քաղաքը բեռնաթափվի, բայց խորքային հաշվարկներ չկա առհասարակ, թե Երևանյան փողոցները ինչ թողունակություն ունեն, ինչ թողունակության համար են պատրաստ, որ առհասարակ արվի մեծ ավտոբուսներ բերել, չբերելու հարցը, որտեվ անընդհատ շրջանառվում է, որ մենք ունենք ավտոբուսային պարկի համալրման կարիք, ֆինանսական բյուջեն ոնց հասկացանք դեռ չկա, թե ինչ գնումներով է դա բերվելու, չի բերվելու, երբ է համալրվելու ավտոբուսային պարկը, այդ հարցերը բոլորը մնում են օդում։ Հա դե ես չեմ կարող թվարկել մի հատ բարեփոխում, որ իրականում ավարտվել է, այսինքն բովանդակային իմաստով հասել է ավարտին, իսկ տվյալ քաղաքային իշխանությունը արդեն գրեթե 2 տարի է սա կլինի, որ իշխանության է, այսինքն չկա մի բարեփոխում, որը ավարտվել է։ Ուղղակի եթե տրանսպորտի դեպքում գոնե կար ինչ որ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հաշվարկ, թե ոնց փոխել տրանսպորտային ուղիները, ուրիշ բան, որ մենք դրան 100%-ով չենք հետևում հիմա, բայց ծառայատումների դեպքում ընդհանրապես դա էլ չկա, որ մենք ինչ ենք անում համակարգային իմաստով, ինչով ենք փոխարինում, այդ հարցի պատասխանը չկա։ Տրանսպորտի դեպքում ինչ որտեղ տոմսային միասնական համակարգը դա բարեփոխման մի տար էր, եթե հաջողվի գոնե ունենալ կանխիկից զուրկ, հա, վիրտուալ տենց վճարվող, ոչ կանխիկ եղանակով վճարվող տոմսային համակարգ միասնական, ժամերը իհարկե մի քիչ ավելի երկարացնելու տարբերակով ու գինը չբարձրանար, կարելի էր ասել, որ հաջողված է, բայց քանի որ այդ բարեփոխմանը զուգահեռ նաև արվեց թանկացումներ, նաև արվեցին անիմաստ սահմանափակումներ ժամային օգտագործման տեսանկյունից, բարեփոխումը էլի չհասավ իր նպատակին եւ մնաց կիսա բարեփոխում։ Նույնը կարելի ասել նաև կարմիր գծերի մասով, որովհետև ինչպես տեսնում եք, այն նպատակը, որը հայտարարվել էր, ինքը չի իրականացվել, նույնիսկ 10-20%-ով չի իրականացվել, այսինքն ցախողված ռեֆորմ է։ Ուրիշ ռեֆորմ ես չեմ կարող մտաբերել, գնային այդ աղբանության վճարի բարձրացում եւ այլն, դրանք ընդհանրապես ռեֆորմ չեն, ուղղակի քաղաքային բյուջեն լցնելու մեթոդներ, ու այս 2 տարվա մեջ դա է, չեն կարող արձանագրել մի ոլորտ կամ մի բարեփոխում, որը որ իրոք ավարտվել է եւ ունի դրական արդյունք։ Շատ լավ, շնորհակալ եմ, այս նոտայի վրա էլ իրականում ավարտենք մեր եթերը, սպասենք հետաքրքիր զարգացումների, տեսնենք ինչ նոր բարեփոխումներ, ինչ նոր հետաքրքիր բաներ ա լինում Երևանում, որին մենք անընդհատ անդրադառնում ենք, փորձելով համակողմանի ներկայացնել թե ընդդիմության, թե իշխանության տեսակետերը, թե առհասարակ քաղաքասարակության տեսակետը, որպեսզի մեր ռադիո լսողներն առհասարակ հասկանա ինչա կատարվում Երևանում, էլի ոչ միայն աչքերով տեսած, այլ նաև լսելը։
Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, մենք խոսում էինք երևանյան խնդիրներից, կհանդիպենք։